Ուսուցչուհի Մարինե Մարությանը շտապում է լսարան։ Նա վերապատրաստում է Լիբանանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Սփյուռքի այլ համայնքներից եկած ուսուցիչներին։ Մեկնարկել է Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացման ծրագիրը։ Ինչու է դեղի։ Ես տալիս եմ իրենց այն մեթոդները, միջոցները, որոնցով կկարողանան իրենց աշխատանքային պրակտիկայում աշխատել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Սփյուռքում կրթական և գիտական գործունեություն ծավալող հայ մանկավարժներից 6 ուսումնական խմբեր են ձևավորվել։ Մանկավարժներից Թալին Նաիրը Հայաստան է ժամանել Ստամբուլից, առ այսօր հիշում է վերապատրաստման ծրագրի առաջին տարին, նոր ծանոթություններն ու գիտելիքներն են նրան դարձյալ բերել հայրենիք։ Երբ որ 2000 թվականին առաջին անգամ ուժի մեջ տրվեցավ Թուրքիայի նորեն ես միայն առանցի մասնակցած էի, պետք է որ բոլոր հայ ուսուցիչները Հայաստան կան, կոնե խողը, հացը, ջուրը, այս օդը ներշն չէ, որ իր դղոց այդ արագիրությունը գարենա հաղորդել։ Լիբանանի Մխիթարյան վարժարանի ուսուցչուհի Նազելի Աբայանն էլ երկրորդ տարին է մասնակցում վերապատրաստման ծրագրին։ Նա երգի ու բարի ուսուցման խմբում է։ Մեր մոտ երկու բառնալ, այսինքն փնդրված է եւ ուզեցի ավելի ագունքներուն ծանոթանալ ճիշտին, ազգակրականին, որ ճիշտը փոխանցեմ իմ աշակերտներուս։ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը իրականացնում է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը։ Նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել Սփյուռքում կրթական գործընթացները, մանկավարժներին փոխանցել նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ։ Տանում են փորձի պաշար եւ իրենց գործընկերների հետ համագործակցելով եւ դասախոսական թիմի հետ աշխատելու արդյունքում տանում են նոր մեթոդներ, տանում են նոր գաղափարներ։ Այս տարի ծրագրին մասնակցել են 60 մանկավարժներ 11 երկրից։